Հանուն հոր և որդվո և հոգվույն սրբո, ամեն։ Սուրբ Հովանես Ոսկեբերան հայրապետ ասում է. եթե մենք մեղք չգործենք, ապա պահք պահելը իմաստ չեր ունենա։ Բայց ցավոք սրտի մենք մարդ ենք, մարդկային բնությունը մեզ կուշե, որ մենք մեղավոր ենք և մեղք կգործենք։ Ադոր համար եկեղեցին մեծի պահոց շրջանն է հաստատել, ինչու, որովհետև մենք հավատացյալները, ժողովուրդը շատ տկար կգտնվի և տարվա կտրվածքով մեղք կգործի և չի զղջա, կծուլանա աղոթքի մեջ, ժուժկալ չի լա, այսինքն պահեցող չի լա տարվա կտրվածքով և եկեղեցին ձևով մեզ կդրդի այն բանին, որ գոնե այս 40 օրվա մեջ ապաշխարենք, փոխվենք, դառնանք դեպի Աստված։ Եվ այս ընթացքում մենք գալիս ենք եկեղեցի և եկեղեցի մեջ հանդիպում ենք, որ խորանը փակ է։ Ժամանակին ժողովուրդը կաղոթեր գավիթին մեջ և եկեղեցվո դռները քոծ կլային։ Դրա համար հետո երբ որ դռնբացեք կսենք, դռնբացեք կլա, այդ դուռը կբացեին ժամանակին։ Բայց միջնադարի այդ ժամանակում ընթացքում մեզ օտար եկեղեցիները բարդադրելով, տարբեր պատճառներով, մենք սկսել ենք որդեգրել ենք այս տարբերակը, վարագույրը կքոցենք, ժողովուրդը եկեղեցու մեջ կգտնվի, սակայն պատարագին արժանի չի լա տեսնելու և հաղորդություն չի առնի, որև հաղորդություն չէին տա եկեղեցվո մեջ ապաշխարության մեջ գտնվող մարդոց։ Դրա համար այս մեծի պահոց շրջանը դա ապաշխարության շրջան է, որտեղ մենք պետք է փոխվենք, պետք է դառնանք դեպի Աստված, մեր մեղքերեն հեռանանք։ Չկա մարդ, որ մեղք չի գործում։ Հովանես Առաքյալը կսե ով որ ասում է մեղք չի գործում, որ չի ընդունում, որ մեղք կգործի, Աստծո սերը չի գա իր մեջ, Աստծո երկյուղը չգա իր մեջ։ Դրա համար մենք, որ այսօր կգանք թեպետ այս քոծ խորանին առջև, որպիսի ապաշխարենք։ Հին ժամանակ մեծի պահոց շրջանից առաջ հավատացյալ ժողովուրդը խոստովանել էր իր մեղքերը։ Կգար եկեղեցի հոգևորականների առջև ոչ թե այս ընդհանրական խոստովանությունը, այլ անհատական իրենց սրտի ցավերը, մեղքերը կպատմեին և քահանան եկեղեցին ապաշխարություն կդներ, որը գիտեք, պահք, աղոթք և ողորմությունն է, որը այս ընթացքում մեզ կփորձի դեպի Աստված դառնալ։ Բայց ցավոք սրտի շատերը այս պահոց շրջանը դարձրել են, այսինքն ձևով, որ քիչմը, այսինքն կերակուրեն իրենց զրկեն, գան եկեղեցի, այս հսկումներուն գեղեցիկ երկեցողություն, մութ եկեղեցու մեջ, այսինքն ամեն մեկը ձևով կաղոթի, բայց չեն հասկանա, որ պահքը դա չի, մեծի պահոց շրջանը դա չէ, կերակուրը փոխելու մեջ չի։ Եթե մենք կերակուրը պիտի փոխենք, բայց մեր կյանքը չփոխենք, իմաստ չունի մեր պահք պահելը, որև մեր եկեղեցվո հայրերը կսեն սատանան բնավ չուտե, բայց ինքը դրանով չի փոխվի, ինքը դրանով լավը չի դառնա։ Դրա համար մենք պիտի փորձենք ձգտել փոխվել այս մեր կյանքի մեջ։ Ամեն անգամ գալ տարի արդեն կամ այս տարի փորձեք ձեր մեջ տեսնելով ձեր մեղքերը։ Վստահ եմ ամեն մեկը կզգաք, որ մեղք ունեք։ Մեղքը այն վիճակն է, որ դու կամանչես Աստծուն նայելու։ Եվ եկեղեցին քեզ կհուշի, առջևդ խորանը քոցել ենք, որ քիչմը գլուխդ իջեցնես և խորհես մեղքերուդ համար։ Բայց Աստված ողորմած է, ինչպես Գրիգոր Տաթևացին կսե, որ այսօր Աստված ողորմության գահին նստած է և մեզի կկանչի, որ գանք իր մոտ ապաշխարենք։ Նորեն ապաշխարելը միայն պահք պահելը չի, ամեն օր աղոթելը չէ, դա միջոցներ են։ Ապաշխարել, երբ որ փոխվեք, ձեր մեջ նայեք ինչ սխալ բաներ կա, սխալ ասելով մեղքը, որ մենք մեղայի մեջ կսենք, մենք այդ մեղքերի վրա փորձեք աշխատել, փոխվել։ Եթե չփոխվեք, այսինքն նորեն կսեմ, մենք մեզի կխաբենք։ Երբ որ վարագույրը կբացվի, սա խորհուրդն է, որ Ադամը դրախտից վտարվեց, դրախտը քոցվեցավ, բայց բացվեցավ, երբ որ Քրիստոսի հարությունը եղավ։ Այսինքն մենք այս 40 օրվա, 50 օրվա ընթացքում մենք սա կքարոզի եկեղեցին, որ
Քրիստոսի հարությամբ ձեզի թողություն կտրվի, Քրիստոսի հարությամբ է մեզի փրկություն տրվում, Քրիստոսի հարությամբ մեզ ներվում է, մեզ ազատում է Քրիստոսի հարությունը հավիդենական մահեն, հավիդենական պատիժեն, բայց այս կյանքը մի ընթացք է, որ մենք նորեն կրկնեմ փոխվելու, դառնալու, օրինակ շատերը կլսեն, այս մեծի պահոց շրջանում Facebook չպիտի մտնեմ, կամ այս բանը չպիտի ուտեմ, կամ ծխելը պիտի թարգեմ 40 օր, բայց վերջը նորից կծխի, կմտնի Facebook, կհայույի եւ այլն, ինչ օգուտ։ Այսինքն քրիստոնյա մենք կդառնանք մենակ 40 օր, ամբողջ տարին ինչ է։ Նայեք, սատանան, երբ որ Սուրբ Գրիգոր Տաթևացին գսե սատանան երկու մեղք գործեց, բայց մնացած մեղքերը մարդիկ գործեցին։ Դրա համար այդ երկու մեղքը դա հպարտությունն է եւ նախանձն է։ Դրա համար նույն Տաթևացին գսե, որ ով որ կհպարտանա եւ կնախանձի, սատանային կնմանի։ Դրա համար հպարտություն բառը ինչ է։ Հոտառը հանենք, պարտություն կմնա։ Հրեշտակի պարտություն։ Այսինքն մարդը, որ իր մասին մեծ կարծիք է, ինքը պարտված է Աստծո աշկերու մեջ։ Օրինակ Սաղմոսը Աստծո խոսքը գսե հպարտներուն հակառակ կկենա Աստված, իսկ խոնարհներուն իր շնորհը կտա։ Իսկ նախանձ բառը ինչ է։ Նախ անձ, այսինքն նախ մարդը իր անձը կտառապի, սա ամենամի մեղքն է, որ ի տարբերություն բոլոր մեղքերի մարդը երբ որ այդ մեղքերը մնացած գործի, ինքը նախ կուրախանա, վերջը ասանք կփոշմանե կամ կսկսի խիղճը տանջել, իսկ նախանձը հակառակը նախ մարդը ինքը կտառապի, վերջը կուրախանա։ Ինչպես, այսինքն ինքը երբ որ կտեսնի մարդը, որին կհարգեն, պատվի մեջ է, հարստություն ունի կամ ինչ որ դե ուրախ է, ինքը ծանր կտանի իր մեջ, ինքը կդառապի եւ վերջը ինչպես պիտի ուրախանա։ Ամենամեծ բանը դա սատանան օրինակ վերցնենք, երբ որ սատանան նախանձեց մարդուն եւ եկավ մարդուն եւ Աստծուն եւ եկավ ասեց Աստված ձեզ խաբում է։ Ասպատուղը եթե ուտեք, ձեզ բան չի լա, Աստված կլա։ Աստված ձեզ կխաբե։ Այսինքն ինչ կնե նախանձը, կսկսե չարախոսել այն մարդուն, որուն կնախանձի, գեշություն կնե, եւ երբ որ կտեսնի այդ մարդը կսկսի տառապել, ինքը կուրախանա։ Բայց այդ ուրախությունը ժամանակավոր է։ Ինքը նորեն միջև մյուս նախանձը երբ որ տեսնի, նորեն կսկսի տառապել։ Դրա համար այդ մարդկանց մոտ խաղաղություն չի գա սիրտերու մեջ։ Միշտ մռայլ կքայլեն, միշտ դեմքերը Տաթևացին գսե դեղնած է։ Բժիշկները գսեն մարդու գույնը կթափի երեսեն, այսօրվա լեզվով ասած դեպրեշնի մեջ կլան, հիվանդություններ կգա, այսինքն մարդը ուրախ չի, իրեն ինչ էլ անես, ինքը չի ուրախանա, Սուրբ Գրիգոր Տաթևացին մեկ օրինակ կբերե, որ ցույց կտա նախանձի այդ չարությունը, գսե երկու ընկեր կլան, իրար հետ կնախանձին, մրցումի կելան, եւ մի թագավորը, որը երկուքին էլ գիտեք, ուզե փորձել հասկանա ինչ որքան այդ չարությունը մեջներն է եւ երկուքին առաջարկ կնեք, սե ինչ որ քեզի համար պիտի նեմ, կրկնագին ընկերոջդ պիտի նեմ։ Ինչ կուզես։ Երկուքն էլ ինչ կսեն առանձին, իմ մեկ աչքը հանի։ Այսինքն տեսեք ինքը պատրաստ է այդ մեկ աչքը լա, բայց կուրախանա, որ անիգա երկու աչք չի ունենա։ Ասեն նախանձի չարությունը, բայց նախանձը գիտեք ինչ, անկեղծ խոսենք, բոլորիս մեջ այդ նախանձի բան ասանք ձևով մը կանցնի, բան մը կտեսնես, բայց երբ որ կթողես այդ օծը մտնի սրդիդ մեջ, ինքը կթունավորի եւ ինչպես դուրս այդ մաղզը դուրս կգա ատելությամբ։ Նախանձը ատելություն կծնե։ Դրա համար կներեք, ես կմտածեմ մեր այս միջավայրի մեջ, հայոց թաղին մեջ կամ համայնքին մեջ ատելությունը շատ է այս վերջերս։ Գրնա նախանձեն է, գրնա չեն, բայց ատելությունը շատ է։ Իրար գատենք, իրար հանդուրժող չեն գլա, իրար չենք ների։
բոլորս ամեն մեկս իր արդարությունը դրոշակի պես առած կվազի, որ ինքը ճիշտ է, ինքը շիդագ է, այո գնա շիդագ ես, բայց ատելությունը սխալ է։ Հովանես Առաքյալը գսե ատողը, ով որ եղբորը կամ մեգում կատի, մարդասպան է։ Արդեն իր սրտի մեջ կսպանի, այսին դիմացինին սրտի մեջ քանի անգամ կսպանի, կանիծե, բայց կրնային մարդուն բանմը չլա, բայց դու Աստծո առաջ ինչ պիտի ասես։ Պահք պիտի պահես, գազ ժամերգություններու, աղոթես, մոմ վառես, կներեք, բայց եթե չփոխվեք, եթե կա տենց բան ձեր մեջ, ատելություն, նախանձ, թոթափեք, խնդրեք, որ Տերը ձեզ ների, մաքրի, Աստված ողորմած է, իրոք սիրում է, ներում է, հանդուրժող է, բայց միշտ հիշեք, որ նախանձի հետևանքները կա, ինչպես Կայենը իր եղբորը ինչու սպանեց, նախանձից սպանեց, վերջը իրենց սպանեցին։ Մարիամը եւ Ահարոնը նախանձեցին Մովսեսին եւ բորոտեցան։ Այսինքն նախանձը ինքը միշտ իր հետևանքները կա։ Սատանան տեսնելով, որ մարդ մեկի մեջ հբարդություն կա, մյուսի մեջ նախանձ, իրարու գբեր, ինչպես։ Մեկը շնոր ունի, օրինակ երգելու շնոր ունի։ Մյուսները լավ չեն երգի, ինքը իր մեջ ներքուստ կհպարտանա վերևեն գնայի, արդեն արհամարելով մնացածին, որ ինքը լավ շնորներ ունի։ Այն մյուսը, որ երգելու շնոր չունի, նախանձ աչքով կնայի, եւ իրարու հանդեպ կչարանան երկուքը։ Եվ սատանային տեղ կտան, հետո կասենք ինչու Աստված ասան քրավ կամ անան քրավ։ Դրա համար կխնդրեմ ձեզ, այս պահքի շրջանում, հսկումներում, որ կգաք, պատարակներում կգաք, Աստծու հետ հաշտվեք, ձեր սրտերը բացեք, դադարեք, որ այդ բամբասանքները, չարախոսությունները, զրպարտությունները, այս ամեն ինչը փոխեք ձեր մեջ, մի լսեք ուրիշին, եթե կողքդ կգան կչարախոսեն, բամբասեն, ասա մի խոսիր, և իրոք հավատացեք, երբ որ այդ մեղքը հեռանա, խաղաղություն կգա ձեր սրտերի մեջ, հավատացեք, այդ բեռը ձեր մեջից կընկնի, դուրս կթափի, և Տիրոջ խաղաղությունը մեր մեջ կգա, և եկեղեցու հայրերը կսեն, երբ որ դուն խաղաղվես, քո շուրջիններն էլ կխաղաղվեն։ Գիտեք, մարդը, որ ասանք ջղայն է, ինքը միշտ նշմարած է, իր շուրջը ջղայն, այսինքն խաղաղությունը կվերածեմ միջավայրից, ասենք անհանգիստ մարդը։ Եվ ամենակարևորը, որ իրար կարողանանք ներենք, գիտեք, ներենք, որովհետև հայրմերը, միշտ բոլորս կսենք հայրմերը, կսիրենք այդ աղոթքը, նման երբ որ կերկվի, մեջը խոսք մկա Տիրոջ, որ կսե ներիր իմ պարտքերը, ինչպես որ ես եմ ներում։ Այստեղ շատ խորը իմաստ կա, այսինքն, եթե ես մեկում չեմ ուզե ներել կամ չեմ ներում, ինչ կնշանակե Տեր, մի ներիր ինձի, որովհետև ես էլ չեմ ների։ Դրա համար նայեք, այդ հայրմերը կդառնա ձեզի դատապարտություն, եթե չեք ուզում ներել։ Իսկ ներելը, գիտեք, ես միշտ կսեմ, ներել չի նշանակե մարդու հետ ընկերությունը վերահաստատել։ Դժվար է դա, բայց սրտի մեջ ներեք։ Ներեք, որ գիտեք, պատկերացեք ներումը ինչ է, երբ որ ներում ես, այդ մարդու հանդեպ այլևս չարություն չես ունենում, չես ուզում իր մասին վատ բան խոսաս։ Բայց դա չի նշանակում, որ պետք է գնալ այդ մարդու հետ հաշտվել, գրնա այդ մարդը չի ուզել քեզ հետ խոսել, դա ուրիշ խնդիր է։ Բայց ներելը դա մեզանից է, ներելը դա աստվածային է, չներելը, ատելը դա սատանայից է։ Դրա համար ինչպես մեր Տերն է ասում, որ հայր Աստվածը սիրող հայր է եւ չար մարդկանց եւ բարի մարդկանց արև է տալիս եւ անձրև է տալիս եւ ասում է ադոր համար կսե եղեք կատարյալ ինչպես ձեր հայրն է կատարյալ, այսինքն ողորմած եղեք, մեծի պահոջրջան ողորմությունը դա նաեւ ապաշխարության դա ձևն է։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, եթե մարդ չկա, որին ողորմես, կենդանիներուն ողորմիր։ Այսինքն կենդանիներուն ողորմություն արա, թռչուններուն հաց դու, ինչքան հաց կթափենք, հանեք դեղմը թռչուններուն տվեք։ Փոքրիկ բան է, չէ, բայց այդ
կսես ինչու անանք պետք է անենք տաթևացին կհարցնենք, ասեն որպեսի ողորմության շնորհը չմոռնանք, այդ տալու ձեռքը մեկնելու մարդկանց օգնելու, եթե մարդ էլ նույնիսկ չկա, կենթանիին օգնեք, այսինքն սիրտերդ չարությունը հանեք եւ կներեք կրկնում եմ եւ իմ խնդրանքն է նորից, եթե կա տենց բան ձեր սրտերում, թոթափեք, խնդրեք, որ Աստված ձեր սրտերից հանի, մի դրեք արդարացեք Տեր, գիտես ինչ այն մարդը սենց հարեց, ախր սենց այսպես սրավ, Տերը երբ որ գալու է դատե, ինքը չի գալու հարցնի ան մարդը ինչ եղավ, ինքը քեզ է հարցնելու, ինքը քեզ է մոտենալու եւ ասի դուն ինչ արեցիր, Ադամի պես պիտի ելանք, Տեր, ան գինը որ տվեցիր, ինքն էր մեղավոր, այսինքն մեղադրեց Աստծուն, դրա համար խնդրեք, թող Աստված ողորմություն անի, ների բոլոր մեզի, խնդրենք մեր հայ ժողովրդի, հայ ազգի, հայ Երուսաղեմը, խնդրենք, որ Աստված մեր մեղքերը ների, մեզի սեր տա, խաղաղություն տա մեր այս փոքրիկ համայնքին, որտեղ իրար ուտում ենք եւ իրար ատում ենք, եւ Աստծո ներկայությունը չկա, թող Աստծո սերը, խաղաղությունը, ողորմությունը լինի ձեր հետ, թող ամենայն բարիք, լավ զատիկ, լավ Տիրոջ հարությունը տոնենք եւ փառահորվի ամենասուրբ երդությունը այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն
Սուրբ